Հաճախ տրվող հարց Սոնա, ինչքան ժամանակ խմել օմեգա-3-ը կապսուլայի տեսքով։ Քանի որ օմեգա-3-ը դրանք պոլիչհագեցած ճարպաթթուներ են, շատ անհրաժեշտ մեր օրգանիզմի համար եւ չեն սինթեզվում մեր օրգանիզմում, ուստի մենք օրվա մեր անհրաժեշտ դոզան, իսկ դա ամենակիչը 500 միլիգրամը պետք է ստանանք սննդակարգի միջոցով եւ օգտակար օմեգա-3 ճարպաթթուները ծովամթերքի մեջ են եւ հարցի պատասխանը հետեւյալն է. եթե դուք հաճախ չեք ուտում ծովամթերք, ուրեմն կապսուլայի տեսքով օմեգա-3-ը անհրաժեշտ է խմել ամեն օր, գոնե մինիմալ դոզայով։ Ինչու, որտեվ սրանք շատ կարևոր ճարպաթթուներ են, որոնք մեծ դեր ունեն մեր օրգանիզմում, առաջինը ազդում են մեր սիրտանոթային համակարգի վրա, էլաստիկ են դարձնում անոթների պատը, ամրացնում են նրանց, շատ մեծ ազդեցություն ունեն մեր տեսողության, հիշողության, տրամադրության, դիմադրողականությունն են բարձրացնում, մեծ ազդեցություն ունեն հոդերի առողջության վրա, մաշկի, եղունգների, ուստի շատ կարևոր են եւ մինիմալ դոզան, ինչպես ասեցի, 500 միլիգրամ։ Այստեղ կարևոր ուզում եմ շեշտեմ ընտրությունը ճիշտ կատարել, որպեսզի նա լինի էֆեկտիվ։ Ուրեմն օմեգա-3 ընտրելիս պետք է հասկանալ, թե ինչ ձևով է պատրաստված, որ ձկներից է վերցրած, ձկան որ հատվածից է վերցրած, ինչպես է մշակված եւ շատ կարևոր, ուրեմն երկու տեսակի պոլիչհագեցած ճարպաթթուների քանակը մեկ կապսուլայի մեջ։ Դրանք հապավումով գրված են ԴՀԹ եւ ԵՊԹ եւ նրանց քանակը պետք է լինի ոչ պակաս քան 500 միլիգրամ։ Դա մինիմալ անհրաժեշտ դոզան է օրական մարդու օրգանիզմի համար։ Եվ քանի որ ես չեմ ուտում ծովամթերք, Հայաստանում մենք չունենք, ես ուստի ամեն օր մեկ կապսուլա պրոֆիլակտիկ օգտագործում եմ։ Այնպես որ հարցի պատասխանը ամեն օր մինչև մեր մնացած կյանքի վերջ, եթե դուք չեք գտնվում ծովափնյա երկրում եւ գոնե շաբաթը մեկ անգամ չեք ուտում ծովամթերք։